Մեր հաջորդ կապը Բեյրութի հետ է, այսօր կլսենք վերլուծաբան Լիբանանի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանին, բարև ձեզ Շահան։ Գազայում պատերազմ վերսկսվել է, կասեք ինչի հետևանք է մեծ հաշվով։ Այո, ռազմական գործողությունները վերսկսվել են նոր դապով, Իսրայելը հայտարարել է, որ ամբողջ Գազան իր վերահսկողության տակ պիտի առնի։ Իհարկե Համասը իր նախկին ռազմական արկայությունը չունի, անգամ նաև խոսվում է ուրեմն այնտեղ քաղաքական իշխանության փոփոխությունների մասին, ուրեմն քերիների փոխանակումը իր լրումին չի հասել դեռևս, բայց գիտեք նաև դեպքերը փոխկապակցված են տարածաշրջանային մակարդակով, որովհետև առընթեր նաև հուսիները հայտարարելով, որ իրենք չեն թողնելու, որ Իսրայելը ազատ անարգել հարձակումներ իրականացնի եւ Սիրիայում, եւ Իսրայելում, եւ Լիբանանում, եւ Գազայում, եւ այս հիմնավորումներով խփեցին, վրթիրագործեցին Տել Ավիվի օդանավակայանը, այսինքն վերստին թեժացել են։ Ես դրա համար էի ասում, որ փոխկապակցվածության շղթայական գործողությունների դրամապանությունը գա այս փուլում, եւ Իսրայելը հիմա վերստին ուրեմն իր բանջարների նշացողը բարձրացրել է Գազայի ուղղությամբ եւ նաեւ նոր դարողություն է ապահովել ռազմական գործողություններին, ասելով, որ արմատապես պիտի Համասը ոչնչացնի Գազայի ուրեմն տարածքներից եւ Գազան պիտի վերցնի ամբողջական վերահսկողության տակ։ Այդ հայտարարության համապատասխան ռազմական գործողություններ են վերսկսել։ Դե այդ ամենի համատեքստում տարածված կարծիք է, թե ամեն ինչ կախված է Միացյալ Նահանգներ Իրան բանակցություններից։ Միանշանակ, կարծում եմ այդպես է, որովհետև այս բոլորը նաև թափ հավաքեցին, ռազմական գործողությունները վերսկսվեցին, երբ հայտարարվեց, որ Իրան, Միացյալ Նահանգներ բանակցությունների 4-րդ փուլը արգախվում է տեխնիկական պատճառներով։ Իհարկե այդ պաշտոնական դրախոսում դեղ կդած այդ բովանդակությամբ հայտարարությունը փորձում էր նվազեցնել այն պատճառները, որոնց հիման վրա արգախվել էին, փաստորեն բովանդակային առանցքային խնդիր կա, հանգույց կա, բայց կարծում եմ, որ բանակցությունները կվերսկսվեն, որտեղ թանուր պիտումը այդ ուղղությամբ է եւ այս արգախման առընթեր նաեւ ռազմական գործողությունների վերսկսումը մտածել կտա, որ ուրեմն այդ բանակցությունների արգախումի հետ սերտորեն առնչվում են ռազմական գործողությունների վերսկսումը, գուցե նաև քաղաքական դրամապանությամբ մտածենք, որ Թել Ավիվը շատ հանգիստ չէ այս ընթացքից, Իրան Միացյալ Նահանգներ բանակցային գործընթացից եւ ցույց է արգախման որոշ նախադրյալներ դրամատուրգ։ Ես դա եմ ուզում նշել, Շան, դուք եք կարծում, որ ամենամեծ խոչընդոտը Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների կարգավորման հենց Իսրայելն է։ Կարծում եմ այո, որովհետև Իրանը Այսինքն Իսրայելը երբեք չի ուզենա կարգավորվեն այդ հարաբերությունները Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ։ Այո, որովհետև Իրանը շարունակում է մնալ Իսրայելի անվտանգային համար առաջին սպառնալիքը եւ Իսրայելը անverջ օժանդակություն, աջակցություն է ստանում Միացյալ Նահանգներից թիմագայելու համար այդ սպառնալիքը։ Ուրեմն Իրանի նկատմամբ այդ լարված իրավիճակը պահպանելով Գազայի դեպքերից առաջ սկսվել էր նաև Թել Ավիվ արաբական պետություններ, դիվանագիտական հարաբերությունների հաստատման որոշակի գործընթաց, որը արգախվեց Գազայի պատերազմում։ Հետո եթե նկատի ունենանք եւ Գազան, եւ Արավային Լիբանանը, եւ Սիրիայի առաջի դեպքերը, հիմա իհարկե իրավիճակը արմատապես փոխվեց Սիրիայում, բնականաբար նաև Եմենը, այս բոլորը իրանյան պրոքսիներն էին, որոնք Իսրայելի համար լրջակույն
մարդահրավերներ էին, անվտանգային հիմնական սպառնալիքներ, խնդիրներ, բայց այս պրոքսիների իրավիճակը եւս փոխվեց եւ Գազայում Համասը նախին իր նշանակությունը, դարողությունը ունի, Հեզբոլլահը Լիբանանում նախին իր դարողությունը, նշանակությունը ունի։ Հիմա ուրեմն այս բանակցությունների առընթեր հուսիների հրթիռագործումը եւ Իսրայելի Գազայում ցերնարգած գործողությունները այս բարունակում պետք է նկատի ունենալ եւ այո համաձայն եմ որ հիմնական անհանգիստը դժկողը այս բանակցությունների ընթացքից եւ արդյունավորման հավանականություններից Թել Ավիվն է ստեղծել։ Շան երևի դու էլ նկատեցիր, թե Իրանում ամենամեծ նավահանգստի պայթյունը ինչքան նման էր Բեյրութում տեղի ունեցածին։ Այո, Իրանում իմիջիայլոց արդեն կան ձերբակալվածներ այդ գործով։ Կան ցերպակալվածներ, այդ բոլորի ձալքերը հետաքննությունը կբարձվի, չնայած որոշ քաղաքական տեսություններ շրջանառվում են, որ նույն ցերակիրն է զուգահեռներ են անցկացվում եւ Բեյրութի նավահանգիստի պայթյունին, որտեղ այն ժամանակ եւս իսրայելյան առնչվածության մասին խոսվեց, չնայած որ Բեյրութում հետաքննությունը հստակ եզրակացությունների թերևս չի հանգել, դա եւս պայմանավորված քաղաքական այս վայրի վերումներից, առնչված պետություններից եւ ընդհանուր թողոքոհի հետ կապված հանգամանքներից։ Բայց այո, այդ զուգահեռը կա, մանավանդ նաեւ երկու դեպքում էլ նավահանգիստի իբրև թիրախային կետ նկատի ունենալու, եթե իհարկե բացառում ենք վթարի խնդիրը եւ այստեղ կարծում եմ որ շատ քիչ է հավանականությունը եւ քաղաքական դրամապանությամբ նավահանգիստները խփելը Զովեզերիա շրջաններ ունեցող երկրների տնտեսության հիմնական հենասյուները քանթելու նպատակով։ Այդ նավահանգստից օգտվում ենք նաեւ մենք իմիջիայլոց։ Այո, եւ կարծում եմ, որ այստեղ Իրան, Միացյալ Նահանգներ, բանակցությունների ենթադրյալ արդյունավորումը նաեւ փոխում է Հայաստանի Հանրապետության շահերից, որովհետեւ Իրան արևմուտք ցամաքային գամրջի դարանցիկության ղեկավիճակի թեր կստանա Հայաստանը, եթե ընդունենք այն տեսությունը, այն վարկածը, որ Իրանը տնտեսապես գաբաշրջապակվի, որովհետև Իրանի պայմանը միջուկային զենքից հրաժարելու, ուրեմն տնտեսական ամբողջական աբաշրջապակումն է եւ առաջի կենսաճանապարհը այդ աբաշրջապակման Իրանի համար անցնում է Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների կարգավորումը, եթե դա իհարկե տեղի ունենա, բխում է մեր շահերից։ Միանշանակ, որովհետև Հայաստանը կստանցնի Իրան արևմուտք գամրջի թեր, դարանցիկությունը նաև արևդրատնտեսական առումով որոշակի առավելներ կապահովի Հայաստանին եւ նաև բացի տնտեսական այդ ապրանքաշրջանառությունից երկկողմանիորեն, որովհետև Իրան, Հայաստան, Վրաստան, Սևձով, Եվրոպա, Արևմուտք եւ հակառակությամբ Հայաստանը գտնի դարանցիկ գամուրջ եւ դա կարծում եմ նաեւ ոչ միայն տնտեսական առումով, նաեւ կայունացման առումով որոշակի ազդեցություն ունենա։ Շան, երևի նկատեցիր երեք շրջադարձային հայտարարություններ Իսրայելից Նեթանյահուն հրաժարվում է կամ հետաձգում է Բաքու այցը, միաժամանակ Թուրքիայից է հայտարարություն հնչում, որ Թուրքիան չի տրամադրի իր օդային տարածքը Նեթանյահուի ինքնաթիռին։ Ինչ որ բան է կտրուկ փոխվել։ Այո, հարկերի նվեր, որովհետև գիտեք, մենք եւս այստեղ զգում ենք, որ Իսրայել-Թուրքիա լարվածությունը, որ կարող ենք ձևակերպել այնպես, որ մինչև այս պահը, մինչև սիրիական տարածքների վրա երկու պետությունների փախման գետերի տեսանելիությունը զուտ դեկլարատիվ է, որովհետև ոչ մի
ուրեմն ռազմավարական գործընկերություն, դաշինք, տնտեսական հարաբերություններ չէին չեղարկում, ամեն ինչ նորմալ գնով գնում էր, բայց կարծում եմ, որ սիրիական տարածքների վրա գրանցվողները այդպես դեկլարատիվ հարտությունից անցել են գործնական փուլ, որովհետև ի վերջո փախվում են մի կողմից այսօրվա Դամասկոսի իշխանության հովանավորությունը գրող զինյալ խմբավորումները մի կողմից, մյուս կողմից դրուզները, ովքեր ուրեմն անմիջական աջակցություն են ստանում Իսրայելից։ Հիմա սա նաև քաղաքականորեն բացատրվում է, բարձրապնդվում է այն առումով, որ Իսրայելը դրուզների գարկավիճակը լիարժեք շահարկում է, որպեսզի նախապատրաստի իր ներխուժումը, ավելի ճիշտ իր ներխուժած տարածքների աշխարհակության ընդլայնումը, որովհետև անվտանգության կոդի է առաջադրում եւ Թուրքիան եւ հիմա նաեւ Իսրայելը։ Երկուսն են սիրիական տարածքներ։ Ճիշտ է, դարբեր միջավայրեր են աշխարհականորեն, այնուամենայնիվ գիտեք, եթե մեծ հաշվով նախորդ վարչակարգը հենվում էր Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության պետության վրա, երկուսի ամբողջական կամ մասնագի փլուզումից հետո այդ վեքյումը, այդ բառը եկավ հիմնականում լրացնելու Թուրքիան աջակցելով, ֆինանսավորելով, զինելով, մարզելով այսօր իշխանությունը ստանձնած ուժերին եւ հիմա արդեն տարածքների վրա ռազմական արգայություն նաև Իսրայելի պետությունն է։ Այսինքն առաջի հանգրվանին երկու պետությունները նպաստավորվում էին, արիթավորվում էին, բայց հիմա արդեն դեսաների են թեկուզ միջնորդավորված, այնուամենայնիվ երկուսի հովանավորյալ ուժերի տարածքների, սիրիական տարածքների վրա փախման գործողություններ, ռազմական փախման գործողություն։ Այսինքն ի տարբերություն Սիրիայի, Լիբանանում պատերազմի վտանգը չեզոքանում է կարծես։ Չեմ կարող ասել, որ հրատադարը ամբողջական բաբանվում է, բայց համեմատաբար ավելի հանգիստ է։ Ես նկատի ունեմ Թուրքիա-Սիրիա հավանական բախում է հենց Սիրիայի, Թուրքիա-Իսրայել հավանական բախում է հենց Սիրիայում։ Այո, այդ առումով այո, բայց չմոռանանք, որ ի վերջո երկու պետությունների գործողությունների գարմիր գծերը ուրեմն ճշտվում են Միացյալ Նահանգների կողմից։ Այս ամբողջ ռազմախաղերի հիմնական մրցավարը շարունակում է մնալ Վաշինգտոնը եւ երկու պետություններն էլ իրենց այդ գործողությունների դարողության չափը նշածողը անպայման ճշտում են, համաձայնեցնում են Վաշինգտոնի հետ։ Այս ռազմախաղի կանոնները շարունակում են ճշտվել Վաշինգտոնից այդ առումով։ Իսկ Լիբանանի առումով այո, համեմատաբար ավելի հանգիստ է, բայց Իսրայելը մեկ-մեկ շարունակում է խախտել հրատադարը, հրատադարի այն պայմանը, որ 60 օրյա ժամկետ էր ճշտել, որպեսզի հեռանան իսրայելյան ուժերը, դա չի հարկվում, իսրայելյան ուժերը շարունակում են վերահսկել որոշակի տարածքներ, ռազմագիտական նշանակություն ունեցող բլուրներ եւ անօտաչու սարքերով անվերջ շրջակայում են լիբանանյան օտային տարածքների վրա։ Բազմաթիվ ուղղություններով հրատադարը չի հարկվում, բայց պատերազմական գործողությունները այն թափով կամ այն չափով որ տեղի են ունենում, այսօր չկան փաստում։ Այսօր մի շատ ուշագրավ հայտարարություն էլ հնչեց Բաքվում Իրանի արտգործնախարարի տեղակալի կողմից, որ Իրանի նախագահ պատրաստակամ է միջնորդ հանդիսանալ Բաքվի եւ Երևանի միջև։ Նախ ուզում եմ հարցնել Իրանի ինչին է պետք դա, կամ ինչով կարող ես բացատրել այսպիսի հավանական փոփոխությունը հայ-ադրբեջանական օրակարգում։ Գիտեք, մի քանի հայտարարություն եւս պետք է հիշել այս առումով եւ այդ որում դա հնչում է Իրանի նախագահի Բաքու այցից հետո։ Այո, այո։ Նախ այն հայտարարությունը, որ Իրանը պատրաստ է Նախիջևան, Ադրբեջան անցք դրամատրել, սա ենթադրում էր, որ Ադրբեջանին ուղղված ուղերձ էր, որ մոռացեք Զանգեզուրյան միջանցքից էր նախագիծը,
Երկրորդ նաև ծեր ասած այն առումով, որ Իրանը պատրաստ է միջնորդ դառնալու, ի վերջո նաև կարծում եմ քիչ առաջ մեր նշած այն ընդհանուր աշխարհակաղակականությունը, որ Իրանը Ամերիկայի հետ այդ բանակցությունները եթե արդյունավորվեն, Իրանի համար բոլորովին նոր ուրեմն հանքրվան է սկսվելու եւ այդ գայունացման, խաղաղության ուրեմն դարբեր գետեր ապահովելու այդ ընդհանուր նախաձեռնություններն են, որովհետեւ չմոռանանք իհարկե նաեւ ազերի ցակումով իրանյան զանգվածի հասկապանակչության արգայությունը մեկ ճիշտ է լարումը Բաքվի իշխանությունների եւ իրանյան իշխանությունների միջև, բայց նաեւ նախատեպ հայտարարությունները այդ Իրանի համար գենսաճանաբար նկատվելու համար Հայաստանը նկատելու ամենաապահով սահմանագետ։ Դե ինչ, այսքանը շնորհակալություն, որ միացար մեզ, Շան։ Ես եմ շնորհակալ։ Բեյրութներ կապի մեջ այսօր լսում էինք վերլուծաբան Լիբանանի ազգակորաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդայրյանին։